Ողջույն։ Վստահ եմ չեք մոռացել սոցցանցերում կարճ ասածը հանդիպելիս ակտիվություն ցուցաբերելու մեր պայմանավորվածությունը եւ միանգամից անցնեմ այսօրվա թեմային։ Կառավարություն խորհրդարան վերջին հարցուպատասխանի ժամանակ падգամավոր Գառնիկ Դանիելյանը հիշեցնելով վերջին 7 տարվա կառավարման ձախողումները, տապալած խոստումները, ողբերգությունները ասաց. ձեզանից հոգնել ենք։ Փաշինյանը ծիծաղով պատասխանեց. ինձնից հոգնել եք, հանգստացեք։ Ծիծաղեցին անցան, բայց դա լուրջ գնահատական էր ու ինձ իրավունք եմ վերապահում ասել ոչ միայն Հայաստանում բնակվողների անունից էր, այլ հայ ժողովրդի։ Նիկոլ Փաշինյանից իրականում հոգնել ենք, սաղ են հոգնել։ Ես մի 20 տարի լինելով լրագրության մեջ, որի մեծ մասը շատ ակտիվ, հոգնել եմ վերջին 7 տարվա անընդհատ փշերի վրա լինելուց, նույն մարդու մշտական հիստերիկ նոպաներից, աղետներից, ցույցերից, ոստիկանության բեսպրեդելից, հղփացած պաշտոնյաներից, մեծամիտ պաշտոնյաներից, ատելության խոսքից եմ հոգնել, իշխանության մշտական մունատներից, ինձպես հոգնել եմ բոլորը, ուսուցիչը հոգնել է, ուսանողը հոգնել է, թոշակառուն հոգնել է, զինվորը հոգնել է։ Մենք ֆիզիկապես, հոգեպես պատրաստ չենք ձեզ լսելու, տեսնելու, հանդուրժելու, դա բնական է, դա տրամաբանական է։ Տրամաբանական է, որ ձեր ստերից հոգնել են մարդիկ, ձեր չաշխատելուց, սխալվելուց ու ուրիշին մեղադրելուց։ Մենք հոգնել ենք 7 տարի շարունակ տեսնելուց, թե ինչպես է մեր աչքի առաջ քանդում այն երկիրը, որի մեջ ապրում ենք մենք։ Կարծես 7 տարի ապրում ենք բաց երկնքի տակ գժանոցում։ Դուք գիտեք ինչ աղետ եք բերել մեր երկրի գլխին։ Անվիճելի է։ Այդ հիմա որ ասում է ոչ թե պատերազմն է իմ օրոք եղել, այլ ես պատերազմի, մեկ է, պատերազմ ես բերել մեր երկրի գլխին, բայց շեշտեմ, եթե այդքան աղետ բերած չլինեիք, մեկ է, տրամաբանական էր լինելու, որ ձեզնից հոգնեին։ Համարյա ամբողջ աշխարհում ընդունված է երկրի ղեկի ստանձնման առավելագույն 2 ժամկետը։ 2 ժամկետը այն առավելագույնն է, որ մարդը կարող է իշխանության հետ աշխատել։ Դրանից հետո դառնում է արդեն հանդուրժել։ Նիկոլ Փաշինյանը Հայաստանը ղեկավարում է համարյա արդեն 2 ժամկետ, 26 թվականին կլրանա 2-րդ ժամկետը։ Սա պատրաստվում է գնալ 3-րդ ժամկետի, բայց ժողովուրդը պատրաստ չէ դրան։ Ինքը հոգնեցրել է։ Մոտեցեք մարդկանց փողոցում ու հարցրեք. երեք Նիկոլը խոսում էր, լսել եք։ Այսօր բան է գրել, կարդացել եք, չէ, ձայնը, տեսքը, մունաթը, հոգեկան վիճակի պարբերական սրացումները արդեն հոգնեցրել են, դարձել անտանելի։ Կրկնում եմ, սա տրամաբանական է։ Այսօր մարդիկ հաշվում են օրերը, արա ասում են յախքլը մի տարի էլ կա մինչև ընտրություններ։ Ու անհամբեր սպասում են, որ հեղափոխություն լինի, արտահերթ ընտրություններ լինեն, արդեն որոշում կայացրել են, չեն թողնելու դուք մնաք։ Եթե անկեղծ լինեք, կխոստովանեք, որ ժողովուրդը խոշոր հաշվով ձեր 2-րդ ժամկետն էլ չէր ուզում տեսնել։ Պատերազմից հետո ուժեղ դեմքի կարիք ուներ։ Այո, վախեցած էին, էյֆորիայի մեջ էին, դու մանիպուլացրիք, խաբեցիք ու ձայն տարաք, բայց մեկ է, ձեզ վստահել չէր պատրաստվում նաև 2021-ին, հոգնել էր ընդամենը 2 տարում ձեր գործած սխալներից։ 2021-ին ինչ-որ կերպ հաղթեցիր, բայց նույն տարվանից սկսած համարյա ամենտեղ կրվում ես։ Տիմ ընտրություններում ժողովուրդը ցույց է տալիս հոգնածությունը։ Հայաստանի համարյա սաղ քաղաքներում կրվել եք 2021-ի արտահերթից հետո։ Գորիսում կրվել եք, Կապանում կրվել եք, Քաջարանում կրվել եք, Գյումրիում կրվել եք, Չարենցավանում կրվել եք, Աբովյանում կրվել եք, Վանաձորում, Տաշիրում, Ալավերդիում, Մասիսում կրվել եք։ Ապարանում էլ, Գավառում էլ, Երևանում էլ սաղ կրվել եք, ձեզ պահելու պատրաստ չեն։ Դու կրվել ես անգամ աննախադեպ վարչական ռեսուրս ու աննախադեպ բռնաճնշումներ օգտագործելով, չեն աշխատում դրանք։ Վերլուծեք ինքներդ ձեզ համար ընտրությունների արդյունքները, թեկուզ վերջինը, Գյումրին վերլուծեք։ Վարդան Ղուկասյանի համար հո գյումրեցիների ուշքը չէր գնում, կամ Մարտունի համար, Ռուբենի համար, Կարենի համար, այո, ունեն աջակիցներ, բայց այս ընտրություններում նրանց հաղթանակը ավելի շատ ընդդեմ Նիկոլի քվեարկություն էր, քանի որ ժողովուրդը չի ընդունում ձեզ, գնաց քվեարկեց ում համարեց ուժեղ եւ ուզեց ձեզ հաղթեն։ ԿՊ-ն իր պարտությունը արդարացնելու համար ասում եմ, առ ու ծախի մեջ է ընդդիմությունը, խաբել են ընտրողին։
Դուք իրոք չեք հասկանում կատարվածը։ Առուծախ կլիներ, երբ ընդդիմադիրը միանար իշխանականին, ինչպես եղավ օրինակ Երևանում, երբ ընդդիմադիր ներկայացողները ԿՊ-ին օգնեցին վերցնել իշխանությունը։ Գյումրիում տեղի ունեցավ հետևյալը. ընդդիմությունը հատվածական մասնակցեց եւ հաղթեց իշխանությանը։ 36% տարել է իշխանությունը, 50%-ից ավելի տարել է ընդդիմությունը։ Ավագանի մտած 5 ուժից 4 ընդդիմադիր է, չեզոք չէ, իշխանամետ չէ, ընդդիմադիր է, արմատական տրամադրված։ Այո, մեծ դեր է ունեցել ամեն հաղթող թիմի տեխնացուի անձնական հեղինակությունը, բայց բոլորը հակաիշխանական են։ Եթե ընտրվեր մեկ ընդդիմադիր տեխնացու, կասենք ամեն դեպքում ընդդիմությունը վստահություն չունի, բայց բոլորն են ընդդիմադիր։ Եթե Գյումրու ավագանի անցներ 10 քաղաքական ուժ, ուրեմն 9 լինելու էր ընդդիմադիր։ ԿՊ-ն Գյումրու քարոզարշավին չի ասել մեզ ձայն տվեք, որովհետև այսիշ բանն են կարել։ Ասել է մի ընտրեք Վարդան Ղուկասյանին, որովհետև նրա հետևում Քոչարյանն է։ Ուշադրություն դարձրեք, Ռոբերտ Քոչարյանը չի հայտարարել որևէ մեկին աջակցելու մասին։ ԿՊ-ն ասել է մի ընտրեք Վարդան Ղուկասյանին, որովհետև եթե նրան ընտրեք, Քոչարյանը հետ կգա։ Ու ժողովուրդը ընդդիմադիրներից ամենաշատը հենց Վարդան Ղուկասյանին է ձայն տվել։ Այսօր ժողովրդին միավորում է մեկ բան՝ հակաիշխանականությունը, ԿՊ-ի նկատմամբ անհանդուրժողականությունը։ Սաղին ձեն կտամ, բացի Նիկոլից ու իր աջակից կուսակցություն դաշինքներից։ Դա լինելու է նաև առաջիկա հերթական կամ արտահերթ գործընթացներում։ ԿՊ-ի հետ չեն համագործակցելու։ Դա գալիս է ժողովրդի տրամադրությունից, ազդակներից։ Կրկնում եմ, հոգնել են։ Եթե անգամ ԿՊ-ականները փորձեն տարանջատվել Նիկոլից, հոգնածությունը մնալու է, որովհետև ԿՊ-ի առնվազն առաջին 30 համարը Նիկոլ է։ Նրանից հետո ԿՊ չկա, մարդ չկա։ Ալենն ասում է, չէ, ես վարկանիշ չունեմ, իմ վարկանիշը Նիկոլի վարկանիշն է։ Հաղթողնել է Նիկոլը, պարտվողնել է Նիկոլը։ Մնացածը իրենց դրել են ուսապարկի տեղ, որը Գյումրուց ուսը գցած քայլելով բերեց իշխանության։ ԿՊ-ին կերպարանափոխությունը չի փրկի։ 2017-ին օրինակ ժողովուրդը հոգնել էր անարդարության զգացումից եւ լավ էր, որ ՀՀԿ-ականները դա հասկացան եւ կերպարանափոխվեցին ընտրություններում վերելով Կարեն Կարապետյան, Արփինե Հովհաննիսյան, Վիգեն Սարգսյան, բայց ձեզ մոտ չի ստացվելու կերպարանափոխությունը, որովհետև չկան ձեզ հետ համագործակցելու պատրաստ թարմ ընդունելի դեմքերը, բայց նաև քաղաքական ուժը, որը պետք է ներկայացնի, արդեն ծայրահեղ վարկաբեկված է։ Վառ օրինակը Սարիկ Մինասյանն էր, ոչ օդիոս ԿՊ-ական, բայց միևնույնը պարտվեց, որովհետև ձեզ չեն ընդունում։ Եթե 2018-ին Սերժ Սարգսյանը չորոշեր դառնալ վարչապետ, այսինքն մնար երրորդ ժամկետ, Նիկոլը Գյումրի չէ Քոբուլեթից էլ ոտքով գար, հեղափոխություն չեր անի։ Եկող տարի լրանում է այս իշխանության կառավարման երկրորդ ժամկետը։ Իհարկե, սարսափելի կլինի, որ սրանք եւս 1 տարի մնան, սրանց մնացած ամեն օրն է աղետ, բայց ենթադրենք մնացին մինչև 2026-ը։ Երրորդ ժամկետ գնալով Փաշինյանը կրկնելու է իր նախորդին։ Դուք այսքան բան մեր երկրի գլխին բերել եք, մեղադրում եք ժողովրդին, թե դուք եք մեղավոր, որ կրթված չեք, նախկինները, սրանք, նրանք։ Մենք քանդում ենք, որ թազեն սարքենք, պետք է ամեն ինչ անենք, որ նախկինները չգան, մենք մնանք։ Ժողովուրդն էլ ասում է ոչ, ձեր մնալը մեր երեխեքի կյանքի հաշվին է, մեր տարածքային ամբողջականության հաշվին է, մեր ինքնիշխանության հաշվին է։ Մի նեղացեք, կամ ուզում եք նեղացեք, բայց դա իրականությունն է։ Բերել եք պատերազմներ ու պարտվել եք, քանդել եք տնտեսությունը, մեծացրել եք աղքատությունը, ձեր զոհերը չափվում են հազարներով, ձեր հանձնումները չափվում են հազարավոր քառակուսի կիլոմետրերով, ձեր վերցրած պարտքերը չափվում են միլիարդներով, դուք չեք թողել ձեզ ընտրելու որևէ հիմնավորում։ Մերժվելու եք եւ հետ վերադառնաք ձեր նախկին հին տաշտակին։ Լավագույն դեպքում։ Կարճ ասած, ժողովուրդն անհամբեր սպասում է այն հնարավորությանը, որ ձեզ դուրս շպրտի։ Դա հավաքական գնահատական է, կրկնում եմ։
ձեզ ժողովուրդը չի թողնելու մնալ երրորդ ժամկետ, որովհետև դա նշանակում է մնում եք մեզ վրա, երկրի վրա, վեշ, բեռ։ Դուք իհարկե գնալու եք, բայց ամենակարևորն այն է, որ ձեզ մերժելով ժողովուրդը ընտրի ընդունելի, առողջ ուժի, առողջ ու փորձառու լիդերի, որովհետև այն ամենը, ինչ դուք մեր ու մեր երկրի գլխին բերել եք, տիտանական ջանքեր են պետք նախ նոր կորուստներից խուսափելու, ապա վերականգնվելու համար։